Հայաստանը ներկայացնող Ալեքսանդրա Գրիգորյանը և Տիգրան Կարապետյանը ճանաչվել են ծանրամարտի Եվրոպայի երիտասարդների և մինչև 23 տարեկանների առաջնության լավագույն ծանրորդներ։ Օրեր առաջ այս տեղեկությունը հայտնեց ծանրամարտի ֆեդերացիան, մինչ այդ հայ երկրպագուները հպարտությամբ հետևում էին Եվրոպայի երիտասարդական և պատանեկան առաջնություններում Հայաստանի հավաքականի փայլուն ելույթներին։ Ալեքսանդրա Գրիգորյանը շարունակեց այս անգամ էլ իր հաղթարշավն ու տուն եկավ ոսկե մեդալով։ Մեր տաղավարում են ծանրամարտիկ Ալեքսանդրա Գրիգորյանն ու նրա մարզիչ Քրիստինե Պետրոսյանը։ Բարի լույս, բարի առավոտ։ Շնորհավորում ենք հաղթանակի կապակցությամբ։ Մենք եթերում արդեն հասցրել ենք հայտնել եւ չգիտեմ դիտել եք եթերը թե ոչ, բայց մենք շնորհավորանքներ ուղարկել ենք ձեզ սրտանց։ Եվ թե հեռուստադիտողի համար էլ ամենասպասված հարցերից մեկը այն էր, թե որքանով էր այս նվաճումը սպասելի եւ ինչպիսի ճանապարհ եք անցել մինչեւ այս նվաճումը։ Ընդհանուր առմամբ հեշտ էր, որովհետեւ մեծահասակների ժամանակ ավելի դժվար տրվեց այդ մեդալը, քանի որ վնասվածքներ ունեի, դրա համար մի քիչ վախ կար մեջեր, կարելի է ասել, բայց հաղթահարեցինք։ Իսկ մտավախությունները, այդ վախերի մասին կպատնեք։ Դե հա, մինչև մրցումը որոշել էինք նույնիսկ չմասնակցել մրցույթին, որովհետև իրոք ցավերը շատ էին, բայց կարողացանք թեմա առնել, գնալ, հիմա չեմ պարապում, պետք է բուժեմ, նոր շարունակեմ հետագա մրցույթներին մասնակցել։ Այս առաջնության ժամանակ ովքեր էին ամենաուժեղ մրցակիցները, ում դեմ էիք պայքարում, այսպես ասեմ։ Բոլորն էլ ուժեղ էին, քանի որ ես իմ քաշային կարգը նոր էի փոխել, չգիտեի ոչ մեկ ով ինչ քաշեր էին անում, դրա համար շատ կենտրոնացած պետք է գնայի, որ կարողանայի ինչ որ պարապմունքներին էի բարձրացրել, այդպես էլ մրցման ժամանակ մասնակցել։ Ինչ հատկանիշներ ունի Ալեքսանդրան, որոնք նրան օգնում են, ու ինչ հատկանիշներ ունի, որոնք օրինակ ձեզ մեկ բարկացնում են։ Շատ աշխատասիրությունը, նա շատ աշխատասիր է, շատ նպատակասլաց է, նրա դեպքում իր աշխատասիրությունը խանգարում է, որովհետև նա շեշտեցինք, որ վնասվածք ուներ, մեծահասակների աշխարհի առաջնությունից հենց վնասվածքի պատճառով հրաժարվեցինք, իրեն երկարատև բուժում է պետք, մյուս տարվանից արդեն պետք է սկսվի օլիմպիական ռեյտինգային մրցումները, մենք ուզում ենք, որպեսզի ինքը վնասվածքներ չունենար եւ առողջ լիներ, որպեսզի կարողանար այդ մրցումներին լավ հանդես գալ։ Ես որոշեցի, որ չի մասնակցելու աշխարհի առաջնությունը, նաեւ որոշել էի, որ այս մրցումներին չենք մասնակցի, որովհետեւ իրոք վնասվածքը շատ լուրջ էր, բայց նրա կամային որակները, նրա աշխատասիրությունը ասեց, եկեք այս մրցումներին գնանք, ընկեր Քրիստինե, հաջորդ այս մրցումներից հետո նոր կսկսվենք պատրաստվել, բուժվել հաջորդ ապրիլին մեծահասակների Եվրոպայի առաջնությանը։ Իսկ հետազոտությունների փուլն արդեն անցել եք, ինչ բուժումների մասին է խոսքը եւ որքան ժամկետով։ Երկարատև է բուժումները, 2 ամսից ավել, նոր սկսվող պրատրուզիա ունի Ալեքսանդրան, ահագին ժամանակ է ունի այդ վնասվածքը, բայց միշտ ընթացիկ բուժումներ արել ենք ու մասնակցել ենք մրցումներին, բայց հիմա երկար բուժումներ է պետք։ Կդիմանաք Ալեքսանդրա առանց մարզվելու։ Դե այլ տարբերակ չկա, սպասիվ չեմպիոնի։ Բայց հոգեպես դա շատ բարդ է։ Դե օլիմպիադան արդեն մնացել է մի 2 տարի, իսկ գալող տարվանից արդեն ռեյտինգային մրցումներն է, ուզենք չուզենք պետք է բուժվենք, որ կարողանանք մասնակցել դեպի օլիմպիադա գնալ։ Եթե մի քիչ հետ գնանք ժամանակագրական առումով, ինչպես սկսեցիք զբաղվել ծանրամարտով եւ հիշում եք առաջին անգամ երբ մոտեցաք ծանրաձողին։ Սկսել եմ զբաղվել 12 տարեկանից, քույրս էր զբաղվում սպորտով սկզբից, իր հաջողությունները տեսնելով, մրցումներից մեդալներով կուկար, այդպես ոգևորվեցի եւ սկսեցի ես էլ մարզել։ Բայց չէին ասում, կարծրատիպային այդպիսի բան կա, չէ՞, որ չգիտեմ, տղայական մարզաձև է, դե աղջիկ ես։ Այդպես չէին ասել, բայց քանի որ ես մի քիչ փոքրիկ էի, ասեին, որ չես կարող բան, բայց դե ամեն ինչ ցույց տվեց էլի։ Քույրը զբաղվել է եւ հիմա ինչպիսի աջակցություն եք ստանում ընտանիքի անդամներից, ընկերներից, մարզիչից։ Կարևոր է արդյոք այդ հոգեբանական աջակցությունը, թե միայն ֆիզիկապես պատրաստված լինեք եւ մյուսները հետաքրքիր չեն այլևս։ Իմ մարզիչը համ իմ ծնողն է, համ իմ մարզիչն է, միշտ որ ինքը իմ կողքին է, արդեն
Բոլորի տեղը լրացնում է։ Բայց եթե խոսենք առհասարակ ոգեշնչման աղբյուրից, հա, հետաքրքիր է սպորտում ովքեր կան, որոնցից դուք ոգեշնչվում եք։ Մենակ իմ մարզիչը։ Հաջորդ անգամ առանց մարզիչի ենք կանչելու։ Իսկ դուք ինչպես եք մոտիվացնում Ալեքսանդրային, որն է իր ամենագլխավոր մոտիվացիայի աղբյուրը։ Ինչ եք անում, որ այսպես հավաքի իր ուժերը եւ ամբողջ ուժով առաջ գնա այդ պահին։ Տեսեք, քանի որ Ալեքսանդրան իմ հետ է ապրում, մենք շատ կապնված ենք իրար հետ։ Մենք ընտանիքով սպորտսմեններ ենք, իմ ամուսինն էլ է ծանրամարտիկ, ինքն էլ է ծանրամարտիկ, ես էլ եմ ծանրամարտիկ եղել, հիմա իրենց մարզիչն եմ։ Ինքը ֆիզիկապես իր տվյալներով թե տեխնիկապես շատ ուժեղ աղջիկ է, բայց հոգեպես մի քիչ թույլ է։ Ես մեկ չխայնանում եմ, փառկանում եմ վրան, դա էլ է օգուտ բերում, որպեսզի լավ մասնակցի մարզվի, ինքը ավելի շատ սիրում է տանը լինել, մեզ հետ լինել, այդ իր համար մոտիվացիա է, ավելի շատ հավաքվում է, հենց հիշեցնում եմ, որ Ալեքսանդրա, մենք գնում ենք օլիմպիական խաղերին, պետք է հավաքվես, այդ կանը։ Ես մի տեսակ պատկերացրեցի ձեր ջերմ ընտանեկան երեկոները եւ այսպես հոգի շոյվեց դրանից։ Սպորտսմեններով նստած, իսկ դա իմ հարցն է։ Նստում եք երեկոյան ժամերի եւ այլ ծանրամարտ, որտեղ Ալեքսանդրան չի մասնակցում, նայում եք թե ոչ։ Չասեն չէ, ծանրամարտով Իհարկե։ Ընդհանրապես նայում ենք, պրոստը մենք որ պարավունքներից կուկանք տուն, արդեն ենք ան հոգնածենք, որ միջև կվերականգնվենք հաջորդ օրվա մարզումներին։ Բայց մրցակիցներին այ հետաքրքիր ծանրամարտում այդպես է, մրցակիցներին եթե ուսումնասիրում եք, այնտեղ ինչ-որ հաշվարկներ են լինում եւ այլն, այդ ծանրամարտում այդպես առաջնորդվում եք մրցակիցներին ուսումնասիրելով, հաշվարկներ անելով։ Հա, մենք նախապես ուսումնասիրում ենք, օրինակ իմ աշակերտները սոցկայքեր Ալեքսանդրան սոցկայքեր չունեն, մնացած ունեն, մենք չենք տեղադրում մեր բարձր կիլոգրամները, որ մարզումներին կատարում ենք, մենք Instagram-յան էջերով հետևում ենք մնացածին, թե մրցումների ժամանակ, թե այդպես։ Օրինակ Ալեքսանդրան իրենց համար անհայտ է, հա, բացահայտում եմ։ Մենք այս մրցումներին այնպիսի կիլոգրամներ բարձրացրեց Ալեքսանդրան, որը երբեք չէր արել մրցումների ժամանակ։ Այսինքն այդպիսի փոքրիկ խորամանկություն կա։ Այ Ալեքսանդրա, տարիների ընթացքում նշեցիք, որ 12 տարեկանից եք զբաղվում, ինչ է ձեզ սովորացրել ծանրամարտը, ոչ միայն որպես մարզիկ, որպես սպորտսմեն, այլ նաև որպես մարդ։ Բնավորության ինչ-որ գծեր։ Պետք է միշտ հավատալ մենք մեզի, հավատանք, կապ չունի սպորտը, բոլոր տեղերում էլ վստահությունն ու հավատքը միշտ առաջ է տանում մարդուն։ Եվ մարդկային որակները ամենակարևոր։ Ինչ էլ լինի, մարդը պետք է մնա առաջնայինը մարդ։ Իսկ ինչպես եք վերաբերվում ծանրաձողին։ Ձեզ համար ընկեր է, գործիք աշխատանքային, ինչ վերաբերմունք ունեք այդ իրի հանդեպ, որը որ ձեզ տալիս է այս հաղթանակները։ Ընկեր է, բայց երբ որ բարկություն է լինում, հնարավոր է եւ որպես թշնամի լինի։ Հանգար է։ Խոսեցինք նաև առաջիկա ծրագրերից, իմացանք, որ 2 ամիս դեռ բուժման ծրագիր պետք է անցնի։ Որն է ձեր որպես թիմ երկարաժամկետ երազանքը, երկարաժամկետ նպատակը սպորտում, կարող եմ մի քիչ կանխատեսել, որ օլիմպիական խաղերն են, երկարաժամկետ նպատակի մասին խոսենք։ Դե մենք կարծում ենք, որ բոլոր մարզիկների համար էլ կարևոր օլիմպիական թեգուս մասնակցությունն է, բայց մենք պետք է գնանք նրան, որ կարողանանք մեդալ բերել օլիմպիադան։ Հիմա տրամադրված ենք օլիմպիական խաղերին։ Ու մենք դες հավատում ենք, որ մեդալով եք գալու։ Մինչև օլիմպիադան էլ ունենք 2027 թվականին Հայաստանում է տեղի ունենալու մեծահասակների աշխարհի առաջնությունը, դա էլ է շատ կարևոր, որովհետև մեր երկրում չեմպիոն լինելը դա մեծ կոչում կլինի։ Քրիստինե, հայ մարզիկները այս սպորտաձևում բավականին մեծ հաջողություններ են գրանցում, եթե համեմատենք այլ սպորտաձևերի հետ հատկապես խմբային սպորտաձևերի հետ, ինչն է գաղտնիքը, որն է մեր հայ մարզիկների գաղտնիքը ձեր աչքերով։ Գյումրեցիները, Հա, իրականում գյումրեցիները մեր կողմից է երևի,
Միշտ ասում են, որ գյումրեցիները մի փոքր վատ են ապրում, միշտ այդ շատ կարևոր է, միշտ լավ ապրող ընտանիքներում երեխաները, սպորտսմենները շատ դժվար են լինում, որ հաջողություններ են հասնում։ Երևի մեր մոտ ավելի շատ աշխատասիրությունն է, կամային որակներն է, աշխատասիրությունն է, հետո թիմայնում մի քիչ թիմային ձևերով ավելի շատ բարդ է հանդես գալ, քան անհատական Մարզիչից էլ է։ Բայց ինչն է մարզիչից, ինչպես է ձեզ ոգևորում մարզիչը, ինչ է ասում, որ իր ներկայությունը արդեն ինձ արդեն ամեն ինչ է։ Եթե առաջին խոսեցինք Ալեքսանդրայի հետ առաջին անգամ ինչպես եղավ ծանոթությունը ծանրաձողի հետ, դուք միանգամից նրա որպես մարզիկ որակները միանգամից տեսաք, դա տաղանդ է, ինչ էր, որ հասկացաք, չէ, նա հաջողություն կունենա։ Ասեմ, որ Ալեքսանդրայի դեպքում միանգամից եմ տեսել, ինքը շատ ջլոտ, տաղանդավոր, ճկուն երեխա էր աշխույժ ու հենց միանգամից առաջին մարզումների ժամանակ իրեն վիդեո արեցի եւ ուղարկեցի մեր հավաքականի գլխավոր մարզիչին Գերարտաշին, ասեցին Գերարտաշ մի հատ նայեք, ինչ լավ երեխա է։ Ու այդպես իրան բացահայտեցինք տարեստարի։ Մարզիկի համար հոգեբանական պատրաստվածությունը ֆիզիկականի հետ հավասար կարևոր է։ Առավել նույնիսկ այո։ Եղել է որ Ալեքսանդրան բարձրանա ծանրաձողի մոտ եւ ինչ որ մի բանից այսպես հուսահատվի, թևաթափվի ու այդ պահին ինչպես է կարողացել նրա ամբողջ ներաշխարհը հավաքել, որ տրամադրվի, կենտրոնանա եւ կարողանա բարձրացնել ծանրաձողը։ Ալեքսանդրայի դեպքում հենց այս մրցումների ժամանակ, ուսումնամարզական հավաքների ժամանակ երևի ինքը մոտ 2 ամիս եթե ոչ ամեն օր լացում էր, որովհետև մարզումները չէր ստացվում, ցավի պատճառով ինքը փողուն վարժությունը չէր կարող կատարել։ Ճիշտն ասեմ, չգիտեմ ոնց եմ իրեն հավաքել, պատրաստել, մի պահ եղավ ասեցի, արի հրաժարվենք մրցումներից, որպեսզի դու ինքդ քեզ չվնասես, մրցումներից հետո կբուժվենք, հետո նոր կմասնակցենք։ Ճիշտն ասած, չգիտեմ, ինքը իմ հետ խոսում է ու վերջ, այդքան է։ Իսկ բացի ներողություն, բացի այս դեպքից, որ ձեզ հակառակվելով մասնակցել եմ մրցմանը, բացի այս դեպքից այլ դեպքերում եղել է, որ հակառակվի ձեզ եւ հետո դուք հասկանաք, որ այո, ճիշտ էր Ալեքսանդրան, չնայած չարեց իմ ասածը, բայց ամեն դեպքում ճիշտ էր արդյունքը։ Չէ, ինքը շատ լսող է, շատ նվիրված է թե ինձ, թե ծանրամարտին, ինքը գիտե որ իր մարզիչը եթե ինչ-որ մի բան է ասում, եթե խոսքը կապված է սպորտին, ինքը միշտ լսում է։ Այս դեպքում էլ ես հակված էի, որպեսզի նա գնար մրցումներին, ուղղակի որ ցավերը շատ էր, վախենում էի մի քիչ, որովհետև իր առողջականը ավելի կարևոր է իմ համար, նոր սպորտը։ Բացի սպորտից այլ պլաններ կան, թե բոլոր պլանները կախված են այս փուլում միայն սպորտի հետ։ Միայն սպորտի հետ։ Իսկ ինչ այլ հետաքրքրություններ ունեք։ Ինչ որ հոբիներ կան, որոնք ունեք։ Հոբիներ ունեմ, բայց ժամանակ չունեմ։ Նկարել։ Ինչ հոբիներ կան։ Նկարել շատ կսիրեմ։ Ազատ ժամանակ հնարավոր է ապրեմ ես ինձ պրոստը։ Բայց հետաքրքիր էր, որ մեր իրականության մեջ տարածված է սոցցանցեր ունենալը, այ որպես սոցցանցերի կախված մարդ։ Հետաքրքիր է ոնց եղավ որոշումը, որ չէ, սոցցանցերում ես չեմ ուզում լինել, դժվար չի։ Դժվար չէ, սկզբից ունեի, պրոստը իմ մարզիչս երեխային դե չէինք հասկանում, մարզիչս բոլորիս ասաց, որ դե սպորտին հաստատ կխանգարի, դա միանշանակ, որովհետև հանգստանալու փոխարեն դա կախվածություն է, կարող է հեռախոսը վերցնես, կապ չունի, կարող է հեշտ բան չնես, բայց թերթես հեռախոսը, էներգիա կտանի մարզիկից, մարզիչի խոսքերով Մենք ապագա օլիմպիական չեմպիոն ունենք, այնքան ստրամադրված է Ալեքսանդրան, շնորհակալություն առավոտում այս հետ անցկացնելու համար։ Ձեզ մաղթում ենք շուտ առողջացում, ինչպես նաև հետագա շատ հաղթանակներ, որպեսզի նորից գաք մեզ մոտ եւ կիսվեք մեզ հետ ձեր հաղթանակներով, մենք էլ ձեզ եւս մեկ անգամ շնորհավորենք։ Ձեր հաղթանակները մեր հաղթանակներն են, մենք վերագրում ենք մեզ, հպարտանում ենք ամեն անգամ, իսկապես է շատ հպարտանալու բան է, բոլորս նույնիսկ հավասար ուրախանում ենք ընտանիքների եւ մարզիչների հետ։ Այս պահին գնում ենք դիտենք գովազդ, վերադառնանք եւ սպորտի թեմայով դեռ շարունակելու ենք։